Ոնց ես։ Լավ, դուք։ Ընտիր։ Արտակարգ։ Ինչքա չի։ Սենց էլի Փիրոյիս հետ Որ ես բանը էքսոյի ֆիրմեի երբ որ սովորում էի, հիմա արդեն ես եմ սովորացնում։ Հա, լրիվ։ Եվ սովորացնում եմ էքսո։ Էքսո։ Երբ էր էքսոյի ու քո առաջին հանդիպումը։ հեռավոր 2012 թվականներ ես ուղղակի դորամաների շնորհիվ հասկացա, որ գոյություն ունի նաև K-pop խմբեր ու EXO-ին մի պահ ուղղակի sense նայել եմ ու անցել եմ առաջ։ Երևի 2013-ին արդեն ավելի մանրամասն սկսեցի ուսումնասիրել ու սիրեցի։ EXO-ն եղել է առաջին K-pop խումբը, որ ես լսել եմ։ Ինչ-որ sense TV-ով միշտ ինչ-որ տղաներ են միացրած երգում պարում են ու մի անգամ հարցրեցի «Էս ինչ երգ է»։ EXO-ի Wolf-ներ։ Ու առաջին անգամ հենց այդ ժամանակ եմ տեսել, երևի բայց 13 թվին մոտավոր։ 2015 թվականի հունվարի 21-ին։ 2015 թվականին, երբ երգերը դուրս եկան, 2012 թվականին եմ հանդիպել իրենց առաջի անգամ, տեսել եմ TV-ով ու շատ մեծ հետաքրքրություն առաջացել մոտս։ Առաջին հանդիպումն EXO-ի հետ եղել է 2013 թվականի հունիսի 18-ին կրկին TV-ով։ Սկզբում շատ տարօրինակ արտաքինով, անհասկանալի ոճով, Wolf տեսահոլովակում եմ տեսել եւ կարելի ասել սրել առաջին հայացքից։ 2017 թվականի 9 տարի առաջ։ Ամենասկզբում Monster-ն եմ լսել, վախենում էի տեսալ ուղղակի, չգիտեմ ու ես EXO-ն կարդում էի Echo։ Երբ առաջին անգամ լսեցիր EXO, ինչ զգացիր։ Շատ sense ուժ, էներգիա իրանց մեջ կար, ու որ նայում ես ուղղակի մտածում ես վաու, 12 հոգի, էլ չասեմ այդ Wolf-ի սպեցիֆիկները, երբ որ գայլեր են գնում գալիս, sense արժե իրանց լսել։ իրականում հենց EXO շատ շուտ էի լսել ու այդ ժամանակ ես ուրիշ խմբի ֆան էի եւ այդքան էլ լավ չէի վերաբերում EXO-ին։ Բայց երբ արդեն խորացա, հենց 2015-ից հասկացա, որ EXO-ն ունի այն K-pop-ը, ինչը որ չունի ոչ մի խումբ։ Մտածում եմ, որ այսինչ լրիվ ուրիշ լեզվով է, լրիվ ուրիշ որակ է ու իսկապես այն եզակի խմբերից է, որ բոլոր երգերը լսում եմ ու բոլոր երգերին ինձ դուր են գալիս։ EXO-ի մամայի էրան էր, ես հերթով ուսումնասիրում էի ցանկացած կադր, ինչ որ կար իրենց հետ կապված, մաման էի շատ լսում եւ What is Love-ն էի լսում, մինչեւ Wolf-ը դուրս եկավ, աննկարագրելի ինչ որ մի ուժ էր գալիս իրենցից ու չգիտեմ, կարելի ասել դա սեր էր առաջին հայացքից։ Փոթորիկ էր անկեղծ, շատ խառն էին էմոցիաները, կարծես յովին ուրիշ աշխարհից ինչ որ այլմոլորական ինչ որ մի երևույթ լիներ։ Հենց իրանց տեսա, սենց վաու, այդ այնց արտահայտություններ են, որ այս ինչ է կատարվում, որտեվ ես եմ Wolf-ը տեսել ու սենց այդ շարժումները, պարը, վոկալը։ Երբ մտածում ես EXO-ի մասին, առաջին ինչ է գալիս մտքիդ։ Մինչև հիմա երբ որ EXO-ին ասում ես առաջին հերթին է 12 հոգուն եմ իրար հետ տեսնում, փոքր տարիքում Wolf պարելուց Փոթորիկ, անսպառ էներգիա։ Արև բառն է գալիս, որտեվ իրանք միշտ սենց լույս են տալիս ինձ ու միշտ ինձ ժպիտ են պարգևում։ Ոգեշնչում ամենառավոտ օրինակ երբ պատրաստում եմ գնալ աշխատանքի ամբողջ ճանապարհին EXO-նայի մականջներում ու դա նաև պատճառը, որ ես շատ մոտիվացված աշխատեմ ու ամբողջ օրվա ընթացքում չկորցնեմ իմ էներգիան։ Երբ տեսնում եմ իրենց, սիրտս կոտրում է, որովհետև այդ պահին ուզում եմ ամբողջական հին ժամանակները հետ գնալ։
Exxon աշխարհ այն իմ կյանքի ամբողջ մասը։ Ընտանիք առաջին հերթին, որովհետև Exo-ից շատ բան եմ սովորել, շատ ընկերները որպես ընտանիքի գաղափար ընդունելը հենց Exo-ից է եկել ու իսկապես որպես ընտանիք եմ ես ընկալում առաջին հերթին Exo-ն։ Եղել է պահ, երբ ոչ ոք քեզ չէր հասկանում, բայց Exo-ն հասկացավ։ Այո, երբ պատրաստվում էի ընդունելության քննություններին ու բոլոր կողմերից այսպես ճնշում էր ու Exo-ն երևի էլի փրկության կետն էր, որին անդադ դեպի այդ փրկության կետը գնում էի ու միշտ ասենց լավ ոգևորված դուրս էի գալիս։ Երբ շատ փոքր էի, 2015-ից հետո իմ մոտ շատ դեպրեսիվ մի շրջան էր եկել ու եթե ոչ մեկին չէր հասկանում, ոչ ընկերներս, ոչ ծնողներս եւ այլն, ու մենակ Exo-ի միջոցով էր, որ ես կարողացա ինձ գտնել այս կյանքում ու հենց ընդունելության քննությունների հետ կապված ինձ ճանաչող բոլոր մարդիկ գրեթե բոլոր դեմ էին, որ ես ընդունվեի այն բաժինը, որ ես ավարտել եմ արդեն, բայց քանի որ ես համառ եմ ու քանի որ Exo-ն ինձ հավատում էր ու ես էլ հավատում էի Exo-ին, կարողացա հասնել այդ դժվարությունը ու հիմա կարող եմ ասել, որ բոլորը ինձնով պարտանում են։ Իրանք միշտ իմ հետ են, միշտ կիսում են ամեն պահս իմ հետ ու միշտ լսել եմ Exo, կարամ հենց օրինակ բերեմ, որ պապիկս էր մահացել, ոչ մի բան չէի կարող լսեմ, ոչ մի բան չէի կարող անեմ, գոռում էի ուղակի ու ականջակալներս դրել եմ ու լսել եմ Exo, տենց եմ հանգստացել։ Այսինքն ցանկացած բանի իրանք իմ կողքին են։ Այո, անթիվ անհամար պահեր են եղել։ Ես միշտ ուզեցել եմ իրենց պես ապրել, երգել ու այդ ճանապարհին ոչ ոք չէր հասկանում քեզ ու շատերը նույնիսկ կարող էին քեզ բուլինգի ենթարկել, բայց Exo-ն միշտ եղել է ինձ հետ, միշտ ստիպել է, որ ես առաջ շարժվեմ եւ կարելի ասել հասկացել է ինձ։ Միշտ են եղել նման պահեր, բայց կյանքին ամենակրիտիկական պահին մոտ 6 տարի առաջ իմ կյանքում եղավ որպեսզի շրջադարձային դեպք, երբ փորձեցի շատ հարազատ մարդու, շատ մոտ ընկերոջ Exo-ն այն մխիթարությունը եղավ, որ ինձ թույլ տվեց չխենթանալ ուղղակի, երբ գիշերները գլուխդ դնում ես բարձին, արցունքները հոսում են ու միայն այդ մխիթարությունը կարողանում ես գտնել իրենց երաժշտության մեջ, միայն իրենք են քեզ հասկանում, միայն այդ քո ու Exo-ի միջև այդ կապն է ու ուրիշ ոչինչ չկա քո շուրջ ու քեզ ստիպում է, որ դու ուղղակի առաջ գնաս ու երբեք ետ չնայես։ Եթե ստիպված լինեիր ջնջել բոլոր հիշողությունները Exo-ի մասին, որ հիշողությունը կպահեիր։ Իմ ամբողջ պատանեկությունը Exo-ի հետ է կապված եղել։ Չգիտեմ, ես ուզում եմ միշտ իմ հետ լինեն նրանք։ Տենց հիշողությունները շատ են իրենց հետ կապված։ Կուզեի հիշեի ինձ այդ երջանիկ, ուրախ իրենց երգերը ապրելու տարիները։ Այն հիշողությունը Exo-ի հետ կապված, որ ես կուզենամ պահեմ, այդ Exo-ի առաջին ու երկրորդ ֆլեշ մոբերն էին 5 ու 11-ի։ Շատ էի ես ուզում այդ առաջին ֆլեշ մոբին մասնակցեի, բայց ցավոք ես չմասնակցեցի, բայց գնացի նայելու։ Իմ առաջին ալբոմը որպես Exo եղել է Դվորը, երևի հենց այդ comeback-ի օրը կպահեի ու իմ ու Exo-ի առաջին հանդիպումը Monster-ում հենց այդ չելի հայացքը։ Ես կննջեի իմ բոլոր հիշողությունները, բայց չէի ջնջի ոչ մի բան Exo-ի հետ կապված։ Կպահեի, երբ որ առաջին անգամ 12-ով դեմից ներկայանում էի որպես Exo։ Այն պահը, երբ առաջին անգամ Exo-ն դեսան հաղթեց, միգուցե այդ հիշողությունը կպահեի, որովհետև շատ անմոռանալի էր իմ համար, միգուցե դա կպահեի, բայց հիշողությունները այնքան շատ են, որ դժվար ինչ-որ մի առանձնացնելը։ Բոլոր իվենթները, որ կազմակերպել ենք Exo-երով ու իրար հետ կիսել ենք այդ պահերը, այսինքն լսել ենք իրար հետ Exo, ապրել ենք, օռացել ենք, նայել ենք, արձագանքել ենք իրար հետ Exo-ի հոլովակներին, այդ էմոցիաները շատ եմ սիրել ու սիրում եմ ու կարոտում եմ, դրա համար երևի ամենաուրախը երևի հենց այդ շրջանն եմ եղել։ Եթե Exo-ն մի օր դադարի գոյություն ունենալ, ինչ կկորցնես։
Կկորցնեմ երազանքս։ Իրենց վերջապես իմ աչքերով տեսնելու եւ եւս մեկ անգամ կկոտրվի իմ սրտի վերջին մասնիկը։ Շատերիս կյանքում շատ բաների սկիզբը հենց էքսոն էլ եղել է։ Մենք իրանց աջակցում ենք, փորձում ենք աջակցել։ Անկախ որպես խումբ կլինեն թե չէ, իրանք կարևորը իրանք կապ պահեն, որովհետև ամեն անգամ իրանց տեսնելուց մենք ենք ուրախանում։ Ամենասիրուն հիշողություններս, որովհետև էքսոն հայտնվել է իմ կյանքում այն ժամանակ, երբ որ դեռահասությունից դուրս էի գալիս ու չգիտեմ, հաստատ շատ ծանր կտանեմ այդ պահը, եթե մի պահ հասկանեմ, որ էքսոն էլ իմ կյանքում չկա։ Ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, որ կգա նման օր, ինչքան էլ որ գիտակցում ես, որ դա գալու է, բայց եթե նույնիսկ նման դեպք տեղի ունենա, ես կաջակցեմ նրանց իրենց կյանքի յուրաքանչյուր ճանապարհին, կլինի դա թե իրենց ընտանիքի, թե կարիերայի հարցում, բայց բնականաբար հեշտ չի լինի։ Կորցնում ինձ իմ ամբողջ կյանքի մոտիվացիայի աղբյուրը, քանի որ այսքան ժամանակ ինչի որ ես հասել եմ, ամեն ինչը էքսոյի շնորհիվ է, վերագրում եմ ամեն ինչ էքսոյին, ու կարծում եմ եթե իրանք չլինեն, ես էլ չեմ լինի։ Իմ համար սենց է։ Էքսոն կա, քանի իրանց հիշող կա։ Իմ համար չկա տենց արտահայտություն, որ գալու շրջան էքսոն չլինի։ Ինքը չի անհետանալու, չի վերանալու, ինքը միշտ լինելու է։ Ես էլ միշտ իրանց աջակցելու եմ, սիրելու եմ ու լսելու եմ ու փոխանցելու եմ երեխաներ, ծորներ, թոռներ բոլորին։ Ներքին խաղաղություն է ինձ թվում։ Ուղղակի անդադ աշխատանքի մեջ գալիս է մի բան, որ դու ուղղակի հոգնում ես, դու ուզում ես, որ ուղղակի մաքրես, չգիտեմ, չմտածես ոչ մի բանի մասին, այդ պարագայում իմ առաջին օգնականը դա էքսոն է։ Ու ես իմ այդ ամենամեծ օգնականին կկորցնեմ, որը ինձ տալիս է շփիտ, որը ինձ տալիս է խաղաղություն, որը ինձ տալիս է հույզեր, որովհետև ես մարդ եմ, որը իր հույզերը կառավարելու ունակություն ունի, բայց էքսոն այն միակ պատճառն է, որի համար ես կարող եմ ու շատ հեշտ։ Եթե կարողանայիր մի նախադասություն ասել տղաներին, իմանալով, որ լսում են քեզ, ինչ կասեիր։ Կասեի շնորհակալ եմ լավագույն պատանեկան տարիների համար, շնորհակալ եմ երազանքի համար ու շնորհակալ եմ, որ դուք եղաք իմ կյանքում, քանի որ եթե չլիներ դուք, ես չէի լինի։ Մերսի, որ ռանդոմ հայտնվեցիք իմ կյանքում, որովհետև եթե դուք չլինեիք, այսօր ես ստեղ չէի լինի։ Ես չէի ունենա իմ բարի խումբը, 10 տարուց ավել չէի լինի K-pop-ի մեջ։ Այս ամեն ինչը սկսվեց հենց ձեզնից։ Մերսի։ Ես ձեզ միշտ կաջակցեմ ու եթե անգամ մի բան էլ մնա, այդ միանշանակ ես կլինեմ։ Շնորհակալ եմ իմ երիտասարդությունը լինելու համար, շնորհակալ եմ իմ փրկությունը լինելու համար։ Լավագույնն եք ու միշտ լինելու եք լավագույնը։ Սիրում եմ ձեզ շատ ու կուզեմ նաև մի հատ կորեան նախադասություն ասել։ Իդոնգան 제가 힘들 때 모든 것을 잊어버렸어요. 엑소를 통해 저는 모든 것을 기분 나쁜 것을 잊어버렸는데 정말 감사드립니다. 저는 항상 엑소엘로 그냥 저는 항상 엑소엘이 될 거예요. Ես ձեր կողքին եմ ձեր ցանկացած որոշման պարագայում։ Եթե դուք այդպես եք որոշել, ուրեմն դա ճիշտ է։ Որ երկն է, որ հիմա քեզ ստիպում է հուզվել։ Promise-ը կարող եմ ասել, որովհետև Promise-ի հետ կապված շատ հիշողություններ կան։ Ես անձամբ մեր մենահամերգին երգել եմ Promise-ը ու ամբողջ երգի ընթացքում ես ինձ զսպել եմ, որ չփչացնեմ, չլացեմ։ Ես քանի որ էմոցիոնալ մարդ եմ, երևի մաման, օրինակը մեր 10-ամյակի ֆլեշմոբի վրա բերեմ, բացում է հենց մամայով էր ու ես այդ պահին հիմա էլ եմ փշակաղվում եմ ես ուղակի։ Իրականում երկու երգ կա, որոնք տեսելուց ես միշտ մեջս խառնում ամեն ինչ, մեկը մաման է, մեկը Promise-ը։ Չնայած նրան, որ ես այն ժամանակ էլի EXO-ել էի, բայց մինչև կորեան սովորել եմ, այդքան ոնց որ կապը չկար հենց կորեերեն տեքստի հետ,
բայց երբ որ արդեն հասկանում ես այդ ամեն ինչը, լրիվ ընկալում ես, հենց մամայի տեքստը, բառերը ու հենց promise-ը իրանք իմ համար շատ մի այլ տեղ ունեն, որոնք հենց մաման խնդիրների, աշխարհի ընթացքի եւ այլնի մասին, իսկ promise-ը ուղղակի իրենց չնայած նրա որ 3 member կորցրեցինք, promise-ը մինչև հիմա մնում է այն ամենաուժեղներից մեկը, որ մեզ թույլ է տալիս հավատալ, որ Exo մինչև վերջ գնալու է։ Հենց հիմա promise-ն է, որտեվ այս ծանր շրջանում sense ասած promise-ը հույս է։ Ոնց որ ուզենամ ասեմ, եկեք պահենք այդ խոստումը երեխեք։ Եկեք իրոք պահենք բոլորով միասին։ Promise-ը, էլի, որովհետև երգը մի քիչ ավելի մեծ նշանակություն ստացավ խմբի ամենաբեկումնային շրջանում 3 member լքեց ու արդեն Exo-ն նոր թափով պետքա առաջ գնար, K-pop-ի հա ալիքի տակ ինքը կարողանար գոյություն ունենալ։ Promise-ը առաջին տեղում է, իմ բaragայում 3 երգ է, առաջինը Promise-ն է, երկրորդը For Life-ը։ For Life-ն էլ է շատ այսպես չգիտեմ, ինձ անչափ շատ հիշեցնում է այն հին տունը, որ դու վերադառնում ես ու Miracles in December այդ երյակը անգերազանցելի է։ Promise-ն ստիպում հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի, որ մի օր մենք ունենանք ամբողջական Exo ու բոլոր հանգամանքներում Exo-ն եւ Exo-ը ձեռք-ձեռքի տված առաջ կընթանան, չնայելով բոլոր դժվարություններին։ Այն երգերը, որոնք որ ինձ մոտ ասոցացվում են հրաժեշտի հետ եւ նաեւ հիմա ցանկացած Exo-ի 5 երգ, երբ ես տեսնում եմ, որ Exo-ի տղաները փոխարինում են ու երգում են այն հատվածները, որոնք որ պիտի երգեին Բեկյոնը, Չենը ու Սյունինը։ Ինչն է ավելի դժվար, Exo-ից բաժանվելը, թե երբեք նրանց չճանաչելը։ Երևի թե Exo-ին երբեք չճանաչելը, որովհետև եթե չճանաչես, երբեք չես ունենա այն ցենզը, այն կրթական, չգիտեմ, մշակութային եւ այլ հոգեվոր այդ բոլոր սֆերաներից հետ կմնաս ու կարծում եմ, որ չնայած նրան, որ բաժանումը իհարկե դժվար կլինի, բայց ավելի դժվար է Exo-ին երբեք չճանաչելը։ Exo-ին չճանաչելը, որովհետև անգամ բաժանվելու պարագայում Exo-ն արդեն քեզ շատ մեծ փորձառություն է տալիս կյանքի ցանկացած այսպես է խոչընդոտներին դիմակայելու։ Դրա համար առավել դժվար կլինի Exo-ին չճանաչելը, քան Exo-ից բաժանվելը։ Exo-ից բաժանվելը։ Երբեք նրանց չճանաչելը, որովհետև Exo-ն իրեությամբ լույս է, հույս ու չունենալ կյանքում այդ մասնիկը ուղղակի աներևակայելի է։ Միանշանակ իրանց չճանաչելը շատ վատ է։ Ուրախ եմ, որ իրանց հետ ցանկացած տեսակի էմոցիա կարողացել եմ ապրեմ։ Եթե չճանաչեի իրանց, այդ ամենը չէր լինի իմ կյանքում։ Հա, կարող ուրիշ ձև արտահայտվեր, բայց իրանց տվածը հենց իրանց տվածն է։ Այսօր նույն կերպ է սիրում Exo-ին, ինչ է փոխվել այսքան տարի անց։ Կասեմ, որ ոչինչ չի փոխվել։ Ես դեռ 10 թվական չգիտեմ քանի տարեկան եմ, բայց այդ երեխան եմ, որ դեռ այդ նույն էմոցիաներով լսում եմ իրենց նոր երգերը, ապրում եմ այն կյանքը, որ իրանք հիմա կարելի ասել մեզ տալիս են։ Մի քիչ բարդ բան է փոխել զգացմունքը այն մարդկանց վերաբերյալ, այն մարդկանց հետ կապված, որ ունեցել ես արդեն 11-10 տարի, իրականում ոնց որ իմ կյանքի մի մասը իրենք են ու ոչ մի բան չի փոխվել։ Ավելի լավն է փոխվել, որովհետև իրենք ինձ ստիպել են դառնալ ավելի լավը ու քայ մի խոսք ունի, ասում է, չնայած նա որ մենք միշտ ձեր հետ ենք, կրթությունը միշտ կարևոր է ու եթե դու չունես կրթություն, դու այս կյանքում կարելի ասել, հետո ոչինչ չես հասնելու կամ ոչինչ ես։ Ու այդ մոտիվացիայով ես առաջ եմ շարժվում ու կարող եմ ասել, որ ինչ-որ չափով նաև իրանք ավակ մենթորներն են։ Ամեն անգամ մի ուրիշ զգացողություններ է, ամեն անգամ տեսնելիս զգում ես, որ չէ, սլայդը քո մեջ դեռ կա, դեռ չի մարել, ինչքան էլ տարիներ անցնեն, մեկը
Քո սիրտը բաբախում է նրանց համար։ Նույն կերպ, ինչ նախկինում, նույն այն սիրահարված այն դեռահաս աղջկա այդ աչքերով նայում եմ ու հասկանում, որ սերը գնալով ավելի մեծանում է, բայց դրա հետ մեկտեղ ավելի հասունանում, սկսում ես լիովին այլ կերպ նայել իրենց էությանը, իրենց աշխատանքին ու հարգանքդ գնալով միայն կրկնապատկվում է։ Երբ որ նոր ծանոթանում էի EXO-ի հետ, ասում էի, «Ոու, այս լրիվ այլ մոլորակային խումբ է»։ Իրանք ոչ թե որպես խումբ, հա, որպես արտիստ, որ ուղղակի երգը թողարկում են, այդ երգը ինձ դուր է գալիս, ես դա լսում եմ, իրանք ավելի շատ որպես ընտանիքի անդամ, որպես ավագ ընկեր, իմ այսպես հա սերը, գիտակցված սերը հիմա այդպես է դրսևորվում, որպես շատ լավ հին ընկերների, որոնք այսպես հա ողջ կյանքի համար են։ Այս этаպի սերը լրիվ sense ասած հասուն սերը, եթե այն ժամանակ իրանցից ինչ որ մեկը ինչ որ որոշում կայացնել խմբից դուրս գալու եւ այլն, գուցե մի քիչ էգոիստաբար վերաբերվեի, ասեի ինչի, այսինքն իրանց տեսանկյունից չնայեի, հիմա ինձ մոտ ավելի շատ իրանց տեսանկյունից նայելա ու հասկանալա, որ ես իրանց ցանկացած որոշում աջակցում եմ եւ ի հետ էլ հենց իմ սիրո արտահայտման ձևերից մեկն է։ EXO-ն Իմ երազանքը։ Իմ ներկայի ու ինչ որտեղ ապագայի հիմնադիրն է EXO-ն։ EXO-ն իմ տունն է, տաքուկ տունը, որ պաշտպանում է բոլոր հնարավոր վատ բաներից, քամիներից, անձրևներից, ցրտից, այն տաքուկ անկյունն է, որ թույլ է տալիս քեզ զգալ որպես փոքրիկ աղջիկ, պաշտպանված ու իսկական այրի որպես։ Իմ երջանկությունը, մեկ բառով։ Լուիսը Որ EXO is my religion, միշտ ասել եմ այդ խոսքը, իրանց խորհուրդներով, իրանց ապրելակերպով եւ ամեն ինչով ես ինձ համարում եմ կայացած, համարում եմ ճիշտ ճանապարհով ապրող մարդ։ So EXO is my religion։ EXO-ին շնորհակալ եմ։ Կյանքիս լավագույն տարիների երազանքի Շնորհակալ եմ, որ ինչ որ պահի իրանք հայտնվեցին SM-ում, դարձան խումբ, ունեցան սենց մեծ հզոր ֆանդոմ ու այդ ֆանդոմը դեռ կա, դեռ սենց հավես բաներ է կազմակերպում ու դեռ լինելու է, հավատացեք, մի տասնամյակ էլ չէ, մի 100 տասնամյակ էջից։ EXO-ին շնորհակալ եմ ամեն ինչի համար, իմ ապրած լավ պահերի, երջանիկ օրերի, ձեռք բերած ընկերների, ովքեր շատ են, մեկն էլ իմ հետևում է։ Շատ շնորհակալ եմ իրանց գոյության, անկեղծության, իրանց տեսակի, ասենց կարամ երևի թվարկեմ։ EXO-ին շնորհակալ եմ, որ եկավ իմ կյանք, շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրեց ապրել, սովորեցրեց ինձ գործել այնպես, ոնց որ իրականում ես եմ ուզում, այլ ոչ թե հասարակությունը։ Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեց հասկանալ իմ ապագա մասնագիտությունը, թե ինչ եմ ես ուզում անել։ Շնորհակալ եմ, որ սովորեցրեց ինչպես լինել լավ մարդ ու հենց EXO-ի շնորհիվ կարծում եմ, որ իրանք չեն թողնում դու ինչ որ մի этаպի վրա կանգնած երկար մնաս։ Իրանք քեզ ստիպում են, որ դու իրանց համար լինես այն արժանի ֆանը, որը իրանք երբևէ կարող ունենան։ Շնորհակալ եմ դրա համար։ Ուղղակի իմ կյանքում լինելու համար ես շատ ուրախ եմ ու երբեք չեմ ափսոսի այն պահի համար, երբ ես հանդիպել եմ իրենց ու հենց ընտրել եմ իրենց, որովհետև կարելի է ընտրել ուրիշ մարդկանց, բայց չէ, ես ընտրել եմ իրենց ու այդ ընտրությունը եղել է ակամայից, այդ ընտրությունը եղել է սրտից։ Ու ես ուղղակի շնորհակալ եմ, որ իրանք կան իմ կյանքում։ Շնորհակալ եմ, որ անգամ այսպես առանձնացած վիճակով իրենք պահում են կապը, միասին են միշտ ցանկացած ինչ որ քայլ անելիս իրենք մշտապես խորհրդակցում են, հույս ունեմ խորհրդակցում են, բայց կարծում եմ հենց այդպես է, որովհետև բավականին երկար ժամանակ է որ ճանաչում եմ EXO-ին ու չեմ կարծում նման
բան չլինի։ Ես այնքան մեծ հպարտությամբ եմ ասում, որ EXO-L եմ ու իսկապես այն EXO-L-ը, որ 2015 թվականին էր, այսպես հա ծնվում, նոր դառնում էր EXO-L ու այն EXO-L-ը, որ հիմա է, կարծում եմ շատ մեծ բան չի փոխվել, նույն հպարտությամբ ասում եմ դրա մասին ու շատ շնորհակալ եմ, որ այդ հպարտությունը անգամ EXO-ն տալիս է մեզ։ Շնորհակալ եմ EXO-ին, որ ստիպեց ինձ ավելի մեծ երազել, փորձել ձգտել ավելիին, տվեց լավ ընկերներ, ինչպես նշեց Արմինեն, անմոռանալի պահեր եւ իմ հասուն կյանքի մեջ ունեցավ անգնահատելի ներդրում։ Շատ շնորհակալ եմ։ Լավ է։ Ինչ է անում։ Սուս է։ Հա, ճիշտ է։ Տես է հո։ Չէ, սուս է։